Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, այսօրվա հոլովակս սկսում եմ մեր նոր տանից, մեր նոր տան բակից, այսօր օրը անուշ, արևոտ, պայծառ օր է, տեսեք ինչ գեղեցիկ տեսարան եմ ցույց տալիս, ծառերը արդեն լրիվ կանաչ, բալենին ծաղկած, սալորենին ծաղկած, գեղեցիկ է մեր շուրջ բոլորը, տեսնում եք, սա մեր բակը չէ, այլ դարպասից այն կողմ մեր շրջապատում է, բայց հիացած եմ այս գեղեցկությամբ ծառերի, կանաչությամբ սիրելիներս, ցանկացա ձեզ հետ կիսվել և ձեզ ցույց տալ այս գեղեցիկ բնությունը, սիրելիներս, իսկ հիմա արդեն գնանք մեր նոր բնակարան, հիմա ձեզ ցույց եմ տալու այսօր մեր նոր բնակարանը, սիրելիներս, իսկ հիմա այս դռնով մտնում ենք մեր նոր բնակարան, խնդրեմ հիմա դուռը բացեմ, ահա բացում եմ դուռը, բարի գալուստ մեր նոր բնակարան, սիրելիներս, ես շատ երկար եմ սպասել այս պահին, դուք էլ ինձ հետ միասին սպասել եք, երբ պետք է ցույց տամ մեր նոր բնակարանը, ահա եկել է պահը և ցույց եմ տալիս մեր նոր բնակարանը բոլորի հարազատներս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, այս մեր շքամուտքն է, այս սեղանը դուրս պետք է տարվի, մեր բեսեդկայի սեղան, սիրելիներս, հարազատներս, սա մեր շքամուտքի պահարանն է, որտեղ պետք է հանենք շորերը կախենք, կախիչների վրա, կոշիկները դնենք, ունի դարակներ, խնդրեմ, այստեղ նստատեղն է, նստենք, կոշիկները հագնենք, կամ հանենք դուրս գանք, ներս գալուն հագնենք, սա մեր շոչիկն է, ես ձեզ մանրամասը ցույց եմ տալիս, գիտեմ, որ դուք էլ շատ ուրախ եք մեր նոր տան համար, սա մեր Wi-Fi-ն է, որը պետք է տեղադրվի, հետո հիմա դրա ժամանակը չուներ որդիս, սա էլ մեր դրսի դուռն է, խնդրեմ, գեղեցիկ, պատրաստված, այս գեղեցիկ դուռը մեր սանհանգույցն է, առաջին սանհանգույցն է, մենք ունենք երկու սանհանգույց, սա դուշևոյ կաբինան է, հիմա դուռը բացեմ, լույսը վառեմ, խնդրեմ, ձեզ ցույց տամ, տեսնում եք, այստեղ ժալուզի պետք է կախենք լուսամուտին, լուսամուտը չի ես ցույց տամ, սա լուսամուտն է, պետք է ժալուզի լինի, այստեղ, խնդրեմ, արդեն կռահեցիք, տուալետն է, սա մեր դուշևոյ կաբինան է, արդեն 3 լողացել ենք, բացումը արել ենք, սիրելիներս, սա հայելին է, իսկ սա մեր նորաոճ շկաֆն է իր լվացարանով, խնդրեմ, գեղեցիկ է սա, հարմար, սա լվացքի մեքենան է, նոր գնված, 3 առաջին անգամ լվացել ենք, շատ գոհ ենք, դե հիմա սիրելիներս գնացինք մեր հյուրասենյակը, ցույց եմ տալիս մեր սեղանը, սեղանը ունի 8 աթոռ,
280 երկարությունն է սեղանի, բացվում է 40 սանտիմ, դառնում է 3.20։ Ինձ թվում է շատ հարմար, բավականին չափսերով սեղան է։ Սա մեր, տեսնում եք, ռեմոնտի հետ վերանորոգման են համապատասխան վարագույրներն էր, որ գնացել են գնելու, հարգելիներս։ Խնդրեմ, միայն սպիտակ է, առանց նաշխերի, ինքը շիֆոն է, այս մոդայիկ վարագույրներից է, իսկ դեկորատիվի անունը ճիշտն ասած մոռացել եմ, մի քիչ բարդ էր, մոռացել եմ։ Հիմա ցույց կտամ լուսավոր տեղ, լույսերը վառեմ, ավելի գեղեցիկ կտեսնեք, եթե չի երևում։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Սա մեր կահույքն է։ Սա էլ Շուշեղենի համար նախատեսված գեղեցիկ պահարան է, սա տումբան է, իսկ հեռուստացույցը գնել է նվեր որդիս ամուսնուս ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս հեռուստացույցը պատին պետք է փակցնենք, իսկ գեղեցիկ նկարները այստեղ գեղեցիկ շարելու եմ։ Սա մեզ թոռնուհիս է, Մարինես է և հարսս որդից ամուսինս թոռս, որ Հայաստանում էին այդ ժամանակ, հարսանիքի ժամանակվա նկար է։ Խնդրեմ, իսկ սա երկրորդն է։ Տեսնում եք մեր պատալոգի գեղեցիկ ռեմոնտը, դեռ լուստրա չունենք, ջախ կկախենք, ոչինչ, ամեն ինչ միանգամից չենք կարող անել, հարգելիներս։ Խնդրեմ, ձեռքի գործը, դեռ այս պատին էլ ունենք նկարներ, շատ ունենք, փակցնենք, այդ ժամանակ ցույց կտամ բոլորի։ Իսկ հիմա գնում ենք դեպի խոհանոց, որը արդեն լիովին պատրաստ է։ Տեսնում եք, հարգելիներս, արդեն գազը և ջեռոցը տակը կա։ Արդեն գնել ենք և դրել ենք, ասեք, որ գեղեցիկ է բոլորը։ Խնդրեմ, սա էլ այս լուսամուտն է, իր գեղեցիկ վարագույրներով։ Գազօջախը, ահա, որքան հնարավոր էր, հարգելիներս ցույց տվեցի, սա էլ մեր նոր սառնարանը, երկուշաբթի է եկել, տեղադրել ենք, սև գույնի, ինքն էլ հայլիով։ Խնդրեմ, ինձ համար մի բաժակ սուրճ, դուք էլ ձերը դրեք, միասին խմենք և զրուցենք։ Հիմա լցնեմ ջուրը։ Ահա։ Գազօջախը վառեմ, նոր սրճեփով գեղեցիկ, տեսեք ինչ սազում է մեր խոհանոցի հետ, շատ գեղեցիկ է։ Խնդրեմ, սիրելիներս, հաճելի է գեղեցիկ խոհանոցից
նկարահանումն էլ անել, գեղեցիկ խոհանոցում պատրաստել, շատ երկար սպասել եմ այս պահին, որպեսզի պատրաստեմ մեզ համար և ցույց տամ ձեզ համար, անչափ ուրախ եմ, ընտանիքիս անդամներն էլ են ուրախ, Մարինկաս այնքան ուրախ է, սիրելիներս, և ուզում եմ առիթից օգտվել, իմ շնորհակալական խոսքը ասել բոլորիդ, անհատական բոլորիցդ շնորհակալ եմ, անչափ սիրելիներս, Աստված օրհնի ձեր ամեն մի օրը, ձեր բարի, ջերմ գրառումների համար, ձեր ուրախության համար, որ կիսում եք իմ ուրախությունը։ Ահա, արդեն սուրճը եփեց, լցնեմ, անջատեմ, լցնեմ բաժակը, խնդրեմ, վերջ։ Հիմա լցնեմ և գնանք միասին սրճելու։ Ահա։ Գնացինք։ Մինչև գնալը տեսեք ինչ եմ ձեզ սիրելիները, սա մեր խոհանոցի լվացարանն է, ամանները լվանալու տեղն է։ Խնդրեմ, սա ջուր եկող ծորակն է, հիմա կմիացնեմ, սա սովորականն է, տեսնում եք, սա այսպես է գալիս, այստեղ բաժակ է դրված, կարող ես ցայել և դնել իր տեղը, սա էլ այսպես է աշխատում, խնդրեմ, մրգերը լվանալու համար կարող ես սա այսենք երկարացնել, լավ, լվանալ, ցնցուխել ունի, ուղղակի ես դեռ ծանոթ չեմ, չգիտեմ ինչպես է միանում, միրգ լվանալու տեղ ունի, աման, հեսա միրգ լվանալու, կանանչի լվանալու ցանցն է, խնդրեմ սիրելիներս, ահա, սա էլ գդալների նաբորն է, սիրելիներս, հիմա խմենք սուրճը, շատ տաք է, գիտեմ, որ շատ ուրախ եք մեզ համար սիրելիներս, շատ իմ ուրախությունն էլ եք դուք կիսում, դրա համար կրկին անգամ շնորհակալ եմ, գիտեք, այնքան ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման հարազատներ, ձեզ նման հետևորդներ, սրտացավ, հոգատար, մտածող, ուրախներս, այնքան ուրախ եմ, որ ունեմ ձեզ, մենք երբևիցե իրար հետ ոչ ծանոթ ենք, ոչ տեսել ենք, ոչ խոսել ենք, միայն օնլայն հարթակում ենք ծանոթացել և շատ ուրախ եմ, որ Աստված ձեզ նման հարազատներ է տվել ինձ, եղեք միշտ առողջ, երջանիկ, ուրախ, թող ձեր հոգում միշտ լինի գարուն, ծաղիկ ծաղկունք, երբևիցե չտխրեք, իմ շատ սիրելի հարազատներ, բարեկամներ և իմ անուշիկ քույրիկներ, շատ ուրախ եմ գիտեք ինչի համար, որ դուք այդքան բարի եք, այդքան ջերմ եք, որ կիսում եք իմ ուրախությունը, որ հոգատար եք, որ գրում եք լավ ջերմ բառեր, ուրախանում եք իմ ուրախությունով, եթե մի օր հոլովակ չեմ տեղադրում, մտածում եք, ինչի է պատահել տիկին Մարինե, ոչինչ չի պատահել, իմ թանկագիններս, իմ անուշիկներս, ուղղակի այսքան օր զբաղված եմ, գիտեք արդեն տեղափոխությունը ոնց է, ինչպես է, դժվար է շատ դրա համար և ես շատ անհանգիստ էի, ուզեցա, որ հենց այսօր ձեզ ցույց տամ մեր նոր բնակարանը, թող Աստված օրհնի մեր բնակարանը և ովքեր, որ նոր են կառուցել իրենց բնակարանները, թող բոլորը ունենան նոր բնակարաններ, ապրեն նոր բնակարանում, իրենց կառուցած տան մեջ, սիրելիներս, շատ երկար եմ սպասել այս օրվանը, գիտեք ինչու, տարիներ առաջ մտել չունեի ապրեի, ես որոշել էի գնալ իմ չքնաղ, իմ գեղեցիկ,
իմ անուշ համով հոտով Հայաստանում, բայց այսպես սպասվեց, երեխաները արդեն այստեղ ամուսնացան, ունեցան երեխաներ, մենք էլ թոռներ, չէ որ այստեղ են մեծացել, ինչպես ասած, իրենց հայրենիքն էլ այստեղ է, սովորում են, որը ինստիտուտում, որը դպրոցում, շուտով տղաթոռնիկս կընդունվի, այդ պատճառով էլ որոշեցինք, եթե ապրելու ենք, պետք է ունենանք մեր տունը, Աստծո հրաշքներին պետք է հավատալ և հուսալ, գալիս է պահը, որ Աստված ցույց է տալիս այս հրաշքները, ցույց է տալիս և ասում է վայելեք, այո եկել է պահը, միայն առողջություն լինի, ամեն ինչ կլինի, սիրելիներս, միայն առողջ լինենք, ամեն ինչ իր հերթով, կարգով, Աստծու ձեռքով արդեն կամանց կիրագործվի, շատ ուրախ եմ և ձեզ համար, որ ունեմ ձեզ, աղջիկներ և ամուր գրկում եմ, իսկ հիմա խմենք մեր սուրճը, տեսնում եք այս բաժակները, անգամ մտածված չեմ անել, գիտեք, բայց մեր կահույքի հետ գնում է գույնը, այս տան մեջ բոլոր իրերը նոր են, հարգելիներս, լինի բաժակ, ափսե, ճիշտ է, բերել ենք այն տնից հիները հո չեն նետելու դեն կամ աղբար կղը, ոչ, որը որ բերանները թռած է, որը որ մի քիչ են չի, այո, գցել եմ աղբար կղը, պետք չի, նոր տան մեջ հին ջարդած իրեր տեղափոխել, եթե համավիտեք իմ մտքի հետ, դուք էլ գրեք, սիրելիներս, մեծ հաճույքով այս գեղեցիկ խոհանոցում կպատրաստեմ, մեծ հաճույքով ձեզ հետ կսրճեմ ամեն օր, ամեն առավոտ, ամեն Աստծո առավոտ, փառք կտանք Աստծուն, կգոհանանք Տիրոջից մեր ամեն օրվա համար, կխմենք սուրճը և կանցնենք մեր գործին, այս աշխատանքները, սիրելիներս, բոլորը իմ ամուսնու և որդու ձեռքի աշխատանքներն են, եթե մենք որ աշխատողին էլ փող տայինք, շատ դժվար է, չէ, առնում ես մատերիալները, աշխատողին փող տուր, լրիվ իրենց ձեռքի աշխատանքն է, հարգելիներս, տեսնում եք, դա էլ է մեծ պլյուս, ապրում ենք այս գյուղում, ասեմ գյուղ, շատ գեղեցիկ է այս գյուղը, շատ հանգիստ է, շատ մեզ սիրում են, ոչ թե ասում եմ ասելու համար, ոչ, հարգված ենք, ուրախացել են, որ մենք ունենք արդեն մեր տունը, տեղափոխվել ենք, անգամ հարևանները տխրեցին, դուք ասել եմ դիմացի հարևան է, որ շատ մոտ ենք իրար հետ, շատ լավ հարաբերություններ, մի տան մեջ ապրել ենք 17 տարի ու կես, հոկտեմբերին կլինի 18 տարի, որ անկեղծ լինեմ ձեզ հետ, այդ տունն էլ է ինձ համար հարազատ, շատ հարազատ, այնտեղ ծնվել են իմ թոռները, այնտեղ ծնունդներ ենք նշել, կնունք կներեք չէ, կնունք չենք հարել այդ տան մեջ, միշտ ուրախություն եղել է, սիրելիներս, իհարկե, դա էլ է իմ հոգուն հարազատ, և անգամ մեր տանտիրուհին տխրեց, որ դուրս են գալիս, ուրախացավ, որ մեր տան մեջ ենք ապրելու, տխրեց, որ իրենց տունն ենք հանձնում իրենց, բայց ինչ արած, ինչքան կարելի է վարձով ապրել, արդեն 26 տարի վարձով ենք ապրում, առաջի տան մեջ է, որ 17 տարի ու կես ենք ապրում, ասեմ, որ դեռ ջահեր չենք գնել, դա էլ մի քանի վաղտ հետո, չենք հասցրել հազիվ, այսքան ապրել, արդեն պարզ է, սիրելիներս, կամանց ամեն ինչ էլ կլինի, մենք ունենք մի հատ էլ լոգասենյակ, որտեղ վաննա է դրված, դա հələ դեռ լրիվ վերջացրած չի, որ ես ձեզ ցույց տամ, դա էլ երբ որ կվերջացնենք, ցույց կտամ, կամանց, դեռ երկար ճանապարհ ենք անցնելու իրար հետ, ես ձեզ սիրեցի, դուք էլ ինձ, դրա համար Աստծուն ենք շնորհակալ, գիտեք, առաջ դառը սուրճ չէի կարողանում խմել, արդեն 2 տարի է, քաղցրը չեմ կարողանում դառը,
դառնեմ սիրուն։ Այսօր երկրորդ բաժակն է, առաջին բաժակը խմել եմ ժամը 6:30 հարսիս հետ, հարսիս որդուս ճանապարհել եմ գործի, երեխաները դպրոց, հավաքելու բան չկա դեռ այստեղ, մաքուր, ակուրատ մի ամեն մարդ իրեն սենյակը անկողինը հավաքեց, դուռը ծածկեց, դուրս եկավ։ Ասեմ, որ մենք այս օր առաջի գիշերն են գիշերել մեր նոր տանը։ Առավոտյան դուրս եմ եկել, դուրս լվացվելուց հետո փառք եմ տվել Աստծուն, գոհացել եմ Աստծուց այս գեղեցիկ պահի համար։ Թող բոլորիդ օջախներում սիրելիներս շատ լինեն գեղեցիկ պահերը, ուրախությունները, ուրախացեք միշտ, ամեն բանում գոհացեք Տիրոջից։ Տիրոջ զորությունը մեծ է, Տիրոջ սերը քաղցր է։ Թող բոլորդ զգաք այդ քաղցրությունը Տիրոջ, փառք Տիրոջը։ Սիրելիներս, այսօր գեղեցիկ օր է ինձ համար եւ իմ ընտանիքի համար։ Այսօր իմ ամուսնու ծննդյան օրն է։ Եկեք միասին շնորհավորենք։ Գիտեմ, ասելու եք շնորհավոր, ես էլ ասելու եմ շատ շնորհակալ եմ եւ զգացված ձեր բարի մաղթանքների համար։ Այսօր երեկոյան, չգիտեմ դուստրս կգա թե չէ, բոլորն էլ աշխատում են հարգելիներս, մենք մեր ընտանիքով կնստենք, դե իհարկե սեղան կգցենք մեր ընտանիքով, հյուրեր էլ կունենանք, հյուրը Աստծուն է, բարով գան, բարով հյուրասիրվեն, իսկ կնշենք մեր տան բացման հետ շաբաթ օրը սիրելի, ասում այնքան գործ ունենք անելու, միայն ծառերը ձեզ ցույց տվեցի, ամուսինս սպիտակեցրեց, ես էլ գեղեցիկ նկարեցի, որ տեսնեք հիմա ինչ գեղեցիկ բացվել է դեղցենին, տանձենին, ծիրանենին, բոլորը այնքան տաք է 25 աստիճան։ Գնել ենք նշենին ցույց չեմ տվել, դեռ չենք տնկել, դա այսօր որ իջնեմ ներքև, գնամ լվացք եմ փռել, շորերը հավաքեմ բերեմ, դեռ պարան չունենք, այո չունենք, ուղղակի այս լվացքի ամաններ կան, չէ, դրանց վրա լվացքի պարաններ երկաթից բերեմ, այդ ժամանակ իջնեմ ցույց կտամ նշենու ծառը այնքան գեղեցիկ, արդեն ուզում է բացվի, պետք է տնկենք հարմար տեղ, որոշենք, գիտես ինչ կա, որոշում ենք ընտանիքի անդամները, օրինակ մի բան ուզում են բակում անել, չէ, հողամասում, մամա, այս որտեղ անենք, այն որտեղ անենք, ասում եմ ձերն է, որտեղ ուզում եք այնտեղ էլ արեք, չէ մամա, ասա որտեղ անենք, գիտեք, սա էլ է մեծ պատիվ, սա էլ է մեծ հարգանք մեծի նկատմամբ, իրենք կարող են անել, բայց հարցնում են, ես ինքնագովությամբ չեմ զբաղվում, իրոք այդպես է սիրելիներս, որի համար կրկին անգամ շնորհակալ եմ Աստծուց, գոհանում եմ Աստծուց ամեն բանի համար, ամեն ինչում, երեխաները այնքան ուրախ են, արթնացել են, վազել են պապի սենյակ առավոտ շուտ, համբուրում են, պաչիկներ, պապի ծնունդը շնորհավոր, գիտեք պապին մի մոմենտ հուզվեց, ուրախության արցունքներ են, ոչ թե արցունքներ, այլ հուզմունք, իհարկե, պապիկը թոռներին շատ է սիրում, տատիկները շատ են սիրում, ում համար ենք ապրում մեր թոռների, Աստծո պարգևների համար սիրելիներս, սուրճը սառեց խմենք, հիմա սիրելիներս վերջացնենք մեր սուրճը, արդեն ժամը 10-ն է, հիմա հաց դնեմ ամուսնուս, թող ամուսինս հացը ուտի և շարունակի իր աշխատանքը, մեկ է ասում եմ, նա չի լսում, նա իր գործը մինչև վերջ չանի, տուն չի մտնելու, այսքանով սիրելիներս ցույց տվեցի ձեզ, դուք էլ ինձ հետ կարծում եմ ուրախացել եք, հիմա գնամ ես իմ գործերով, չեմ մոռացել նշենին ցույց եմ տալու, անպայման, կարող այս հոլովակում չտեղադրեմ, վաղվա հոլովակի մեջ տեղադրեմ սիրելիներս, այսքանով սիրելիներս ավարտում եմ այս հոլովակը, այս իմ ուրախությունը կիսելու հոլովակը և մաղթում եմ ձեզ միայն առողջություն,
Միայն առողջությունը թանկ է բոլորից շատ։